շոկ եղանակներին, որպեսզի մենք դրանք ավելի հեշտ տանենք եւ խուսափենք տարատեսակ մեր առողջության համար տարատեսակ վնասներից, պարզապես պետք է պահպանել մի քանի շատ պարզ կանոններ, որի մասին մենք բազմիցս ասել ենք եւ չենք զլանում մեկ անգամ եւս կրկնել։ Առաջինը պետք է խմել շատ ջուր։ Մենք խոսում ենք սովորական մաքուր ջրի մասին։ 2-2.5-3 լիտր ջուր։ Իհարկե, այն մարդիկ, ովքեր ունեն սիրտանոթային խնդիրներ, հղի կանայք, պետք է անպայման իրենց բժշկի հետ ճշտեն իրենց թույլատրելի ջրի քանակը։ Մենք պետք է աշխատենք խուսափել օրգանիզմի ջրազրկումից, քանի որ շոկի ժամանակ օրգանիզմը շատ ջուր, հեղուկ եւ մի փոքր քանակությամբ աղեր եւ սպիտակուց է կորցնում։ Շատ խրախուսելի է թանի օգտագործումը, քանի որ թանը համարյա իդեալապես լրացնում է մեր ուրեմն ջրի, աղերի եւ սպիտակուցի պակասը։ Անհրաժեշտ է խուսափել կոֆեին պարունակող եւ շաքար պարունակող ըմպելիքներից տաք թե սառը, քանի որ դրանք շատ ժամանակավոր արդյունք են տալիս, բայց երկարաժամկետ ուրեմն պերսպեկտիվայում ընդհանրապես ավելի ուրեմն հյուծում են եւ ավելի հոգնեցնում են օրգանիզմը։ Պետք է սնվել հնարավորինս ուրեմն թեթևացնել սննդակարգը, ավելի խուսափել յուղոտ, ծանրամարս ուտելիքներից, աշխատել հիմնական ուտելիքը ընդունել օրվա զով ժամերին, ուտել քիչ-քիչ, որպեսզի օրգանիզմի համար դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չհանդիսանա եւ առանցնել շոկի հետ պայքարող օրգանիզմին լրացուցիչ ծանրաբեռնի։ Բոլոր հիվանդ անձանց, ովքեր քրոնիկ հիվանդներ են, ունեն որոշակի ուրեմն բժշկի նշանակած դեղեր են ընդունում, ունեն հատուկ ռեժիմ, պետք է առավել ուշադիր լինեն այդ ռեժիմին եւ ոչ մի դեպքում չխախտեն, քանի որ ելի եմ կրկնում շոկով պայմանավորված ջրազրկումը եւ ուրեմն օրգանիզմի ուժերի լարումը կարող է ավելի վատ անդրադառնալ առողջության վրա։ Այս եղանակին շատ ուրեմն սիրում ենք մենք զովանալ լողանալով ջրով եւ երեխաները եւ մեծերը։ Ուզում եմ մեկ անգամ եւս նշել, որ դա կարելի է անել միայն հատուկ մարդկանց լողի համար նախատեսված տեղերում, լողավազաններում, դեկորատիվ ջրավազաններում կամ անհայտ տեղերում, անհայտ որակով ջրում լողալը ոչ միայն չի օգնում, այլ հակառակը վտանգավոր է։ Այն տեղերը, որոնք նախատեսված չեն մարդկանց լողի համար, ոչ ապահովում են ջրի որակը, ոչ կարող են ապահովել ջրի որակը, ոչ կարող են ապահովել պարզապես ֆիզիկական անվտանգությունը, ել չասած սովորական հիգիենիկ պայմանների մասին։ Ուստի պետք է ուշադիր լինել, թույլ չտալ երեխաներին լողալ նման լողի համար ոչ նախատեսված տեղերում։ Այս սեզոնին շատ բարենպաստ են տարբեր մանրէների ուրեմն զարգացման համար պայմաններ։ Ուստի մենք պետք է առավել ուշադիր լինենք մեր հիգիենիկ ուրեմն պահանջները ապահովելուն եւ սննդի պատրաստման, հատկապես սննդի պատրաստման եւ պահպանման կանոններին։ Սա նշանակում է լվանալ ձեռքերը օճառով հնարավորինս հաճախ եւ ամեն դեպքում ուտելուց առաջ սանհանգույց ուրեմն հաճախելուց հետո դրսից ներս գալուց ինչքան հաճախ, այնքան լավ, անպայման օճառով։ Սնունդը պետք է առնելիս, գնելիս սնունդը պետք է ուշադիր լինենք, անպայման նայենք իր պիտանելիության ժամկետին, անպայման պետք է ուշադրություն դարձնենք ինչ պայմաններում է այն պահպանվել, քանի որ մենք ունենք մի շարք խմբաքանակներ սննդի, որը որ շուտ փչացող է եւ հատուկ պահպանման պայմաններ է պահանջում, որը որ սառնարանային պայմաններն են։ Դրա մեջ մտնում է միս մսամթերքը, ձուկ ձկնամթերքը, կաթ-կաթնամթերքը, ձուն եւ տեղում պատրաստվող ցանկացած պատրաստի ուտելիք։ Եթե դուք տեսնում եք, որ ուտելիքը կամ ըմպելիքը կամ դա կլինի միգուցե փափուկ պաղպաղակ կամ ֆրեշներ պատրաստվում է փողոցում, պաշտպանված չի դրսի աղտոտումից, չկան բավարար հիգիենիկ պայմաններ աշխատողի կամ ուրեմն ամանեղենի լվանալու համար, ցանկալի է նման տեղերից չառնել, չառնել եւ չպատրաստել կրեմային հրուշակեղեն, քանի որ դա շատ արագ է փչանում եւ այս ուրեմն պայմաններում մի քիչ ռիսկային է։ Երբեք չի կարելի պահել հում սննդամթերքը արդեն եփածի հետ, որովհետև մենք կարող ենք կրկնակի աղտոտել այն։ Սառնարանում պահպանել դրանք իրարից առանձին ուրեմն բաների վրա, առանձին մակարդակների վրա։ Ցանկալի է սննդամթերք պատրաստել ուրեմն մեր ուտելիքը մեկ ուտելու համար։ Ամեն դեպքում մեկ անգամից ավել տաքացնելը խորհուրդ չի տրվում։
Երբ որ առնում ենք միրգ բանջարեղեն, պետք է ուշադիր լինենք, որ դրանք լինեն չվնասված, չկոտրված, հա, եւ փչացած տեղեր չունենան։ Եթե ստիպված ենք դրսում ուզում ենք ջուր խմել կամ որևէ բան ուտել, պետք է շատ ուշադիր լինենք հիգիենիկ պայմաններին։ Նախ միշտ նախընտրենք առնել գործարանային, ուրեմն պատրաստված շշալցված ըմպելիքներ, որոնք շատ ավելի ուրեմն երաշխավորված է նրանց որակը, քան տեղում պատրաստվողները։ Դա առաջինը եւ երկրորդը, արդեն ասեցի, ուտելիք առնելիս ինչին ուշադրություն դարձնեն, անպայման ձեռքերը լվանան, փառք Աստծո, եթե լվանալու տեղ չկա, հիմական տարատեսակ ձեռքերը մաքրելու եւ ախտահանելու միջոցներ, հա, անձեռոցիկներ, որոնք պետք է ակտիվորեն օգտագործել։ Եթե մենք գնացել ենք քաղաքից դուրս բնության գիրկը, ապա մենք մեզ հետ պետք է անպայման ունենանք երաշխավորված խմելու որակի ջուր, որովհետև չի կարելի խմել սովորական աղբյուրից ինչքան էլ ձեզ այդ ջուրը մաքուր թվա, քանի որ աչքով դուք չեք կարող տեսնել մարեաբանական աղտոտումը եւ եթե դա հատուկ խմելու համար նախատեսված հատուկ ձևի ուրեմն պատրաստված աղբյուր չի կամ ցայտ աղբյուր, ապա ռիսկի մի ենթարկվեք եւ միշտ ունեցեք ջուրը։ Պտուղ բանջարեղեն, եթե մենք ուզում ենք ուտել բնության գրկում, եւս պետք է մանրակրկիտ լվացվի խմելու ջրով, խմելու որակի ջրով, ձեզ հետ վերցրած մաքուր ջրով։ Չի կարելի մոտակա առվի մեջ լվանալ ու կարծել, որ դա մաքուր է, եւս ինքը կարող է մաքուր չլինի եւ էլի մանրեաբանական աղտոտման որևէ խնդիր ունենա։ Անպայման մենք պետք է ուշադիր լինենք եւ պաշտպանենք մեզ արևի ուղիղ ճառագայթներից, կրենք գլխարկ, կրենք արևային ակնոց, կրենք հագուստ պաշտպանիչ, որպեսզի մեզ արևից պաշտպանի։ Ցերեկվա ամենաշոգ ժամերին, ժամը 12-ից մինչև 17-18 ցանկալի է դուրս չլինել արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ փոքր երեխաներին, հղի կանանց քրոնիկ հիվանդներին, նույնիսկ այդ ժամերին ցանկալի է դուրս չլինել, նույնիսկ ստվերում, քանի որ եւ ուլտրամանշակագային ճառագայթումը եւ ջերմաստիճանը կարող է բարձր լինել։ Տան պայմաններում պետք է ապահովել բավարար օդափոխություն, պետք է եւ ուշադիր լինել չմնալ փակ վատ օդափոխվող տարածքներում, կլինի դրսում թե ներսում։ Մեքենայի մեջ, եթե դուք մարդ պետք է սպասեք, դուրս եկեք մեքենայից, կանգնեք կողքը եւ սպասեք։ Ներսում մնալ չի կարելի երեխաներին փակել մեքենայում, կենդանիներին, քանի որ փոքր տեղ է, մեքենան տաքանում է եւ կարող են շատ անդառնալի ուրեմն արդյունքների բերել դա։